Լիտոկոլ Կատասը ցեմենտային հիմքով սոսինձ զրոյական ուղղահայաց հոսունությամբ Նախատեսված է ցանկացած տիպի բնական քարերով շինությունների ճակատային մասերը սալապատելու ներքին եւ արտաքին աշխատանքների համար։ Ի տարբերություն ավանդական եղանակի, կատասով ֆասադային աշխատանքները իրականացվում են անսահման արագ եւ թույլ են տալիս խնայել լրացուցիչ պարագաներ, երկաթյա ցանց, ամրաններ եւ այլն։ 25 կիլոգրամ պարունակությամբ մեկ պարկ լիտոկոլ կատասին պետք է ավելացնել 6.5 լիտր ջուր։ Անհրաժեշտ է ջրի ճիշտ քանակը լցնել մաքուր տարայի մեջ եւ դանդաղորեն ավելացնել փոշին, խառնելով որևէ խառնիչով մինչև համասեռ գնդազերծ շաղախի ստանալը։ Մինչ շաղախի պատրաստումը անզեն աչքով տեսնում ենք հատուկ մանրաթելերը, որոնց շնորհիվ էլ սոսինձը անփոխարինելի է ֆասադային սալապատման համար։ Թողնել, որպեսզի այն մնա 5 րոպե եւ այնուհետեւ կրկին կարճատև խառնել։ Սկզբում սոսինձը քսում ենք քարե սալի կպչող մասին, այնպես որ ամբողջ մակերեսը ծածկվի։ Այնուհետեւ սոսինձը քսում ենք պատին։ Արտադրանքի բաց ժամանակը խոնավության եւ ջերմաստիճանի նորմալ պայմաններում 20 րոպե, ինչը նշանակում է քարը փակցնելուց հետո մոտ 20 րոպե կարելի է այն տեղաշարժել, որից հետո կարելի է հաջորդ քարե սալիկը փակցնել վրան, եւ այդպես յուրաքանչյուր 20 րոպեն մեկ շարք կարելի է բարձրանալ։ Ավանդական տարբերակի համեմատ մոտ 20 անգամ արագ է, իսկ հուսալի մանրաթելերի եւ հատուկ բարձր տեխնոլոգիայով ստացված բանաձևի միջոցով ավելի ամուր։ Չավելացնել որևէ այլ նյութ սոսինձի մեջ։ Օգտագործել ճշգրիտ քանակի ջուր շաղախ ստանալու համար։ Շաղախը անհրաժեշտ է օգտագործել 8 ժամվա ընթացքում։ Շաղախը լցվում է առավելագույնը 1.5 սանտիմետր հաստությամբ։ Շարվածքի հաջորդ շարքը կարելի է սկսել նախորդից 20 րոպե հետո։ Սոսինձի մեջ առկա ֆիբրե մանրաթելերի շնորհիվ սոսինձի հոսունությունը հավասար է 0-ի եւ ունի մեծ ամրություն։ Բացառում է դատարկ տարածությունների գոյացումը։ Ապահովում է ժամանակի խնայողություն ավելի քան 20 անգամ։ Ապահովում է բարձր սեյսմոկայունություն։